ձեր խոսքը լսելիս հիշեցի այն բազմաթիվ կանանց, որոնք դիմել են մեզ սեռական գանգատներով եւ գանգատները հնչեցնելիս նշել են նաեւ սեռական շուրթերի մասին, որոնք խիստ անհանգստություն են պատճառում, ինչու, որովհետեւ հատկապես հետ ծննդաբերական շրջանում նկատվում է ասիմետրիա եւ շատ կանանց դա խիստ մտահոգում է։ Իրենք ֆիքսվում են դրա վրա, որ կա ասիմետրիա, գուցե նույնիսկ բժշկական խստագույն մոտեցումներով նույնիսկ ասիմետրիա չնկատվի էլ, բայց իրենց մոտեցումը, երբ որ իրենք արդեն վիզուալ տեսնում են, որ ինչ որ բան այն չի, առաջվանը չէ, առաջվա առաձգականությունը չի, հոգեբանորեն կնոջը կարծես թե կոտրում է եւ ինքը արդեն իսկ դրանով պայմանավորված կոմպլեքսավորվում է, հարաբերությունների ժամանակ արդեն սկսում է իրեն խիստ մտահոգել այդ խնդիրը եւ իսկապես այդ ուղղությունը կարող է զգալիորեն հեշտացնել այդ խնդրի լուծումը եւ ժամանակի ընթացքում կարգավորել այն։ Այո, իսկապես լաբիոպլաստիկան նպաստում է կնոջ ինքնագնահատականի եւ ինքնավստահության բարձրացմանը։ Բայց ես պետք է նշեմ, որ կանայք, ովքեր դիմում են լաբիոպլաստիկայի, երբեմն նույնիսկ անհրաժեշտություն չի լինում